Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև նորից ել ավելի սրված հարաբերությունների մասին։ Եվ այս սրված հարաբերությունների եւս մեկ օրինակ է ադրբեջանական պետականամետ իշխանական կարելի ասել մամուլում շարունակվող սպառնալիքները Ռուսաստանի հանդեպ։ Եվ ավելի կոնկրետ որ ասեմ, Մինվալազը, ադրբեջանական այսպիսի մամուլը հայտարարել է, որ Բաքվի նախաձեռնողական խումբը այդպիսի կազմակերպություն ունի Բաքուն ձևավորած, որը երկար ժամանակ կիրառում էր մեր դեմ, երբ ֆրանսիացի դեմ էր պայքարում, գիտեք, Նոր Կալեդոնիայում իբրև ուրեմն այդ ֆրանսիական կայսրության կամ ապագաղութացման նպատակով այդ ժողովրդի եւ մյուս կողմից հիմա վերջերս սկսել են Հնդկաստանում նաեւ ակտիվ գործել Հնդկաստանի կառավարության դեմ տեղի կրոնական փոքրամասնություն սիկհերին աջակցելու ուղղությամբ եւ օրակարգով եւ եթե Ֆրանսիա եւ Հնդկաստանի դեպքերը հստակորեն հայաստանյան բնույթ ունեին նախկինում եւ հիմա ամենակարևոր ուղղությունը արդեն անցնում է դեպի Ռուսաստան։ Ադրբեջանը հայտարարում է, որ Ռուսաստանում ապագաղութացում պետք է տեղի ունենա ուրեմն ազգային հանրապետություններին, այն ազգերին թուրքական կամ իսլամական ժողովրդին, որը ապրում է Ռուսաստանի կազմում։ Եվ սա արվում է շատ տարբեր մակարդակներով եւ բացահայտ ստեղծում է նոր հսկայական լարվածության հիմք։ Մենք ձեր հետ միասին այսօր կխոսենք թե ինչ կապեր ունի սա Թուրքիայի եւ Ադրբեջանի մերձեցման հետ, նաեւ Կենտրոնական Ասիայում այս պետությունների գործունեության հետ, ինչ վտանգներ է սա ստեղծում նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում, առհասարակ տարածաշրջանում ստեղծված այդ ուղղությամբ եւ նաեւ կխոսենք իհարկե հայ-ռուսական հարաբերություններից համատեքստից, թե ինչ սխալներ են ռուսները թույլ տվել, որ հասել են մինչեւ այս իրավիճակը, երբ Ադրբեջանը իրենց սպառնում է եւ սպառնում է ոչ միայն Հյուսիսային Կովկասով, այլ նաեւ Թաթարստան, Բաշկիրստանով, նաեւ Յակուտիայով, մի խոսքով շատ լուրջ իրականում թեմա է։ Մենք ձեր հետ միասին մեկ վերլուծություն այս թեմայի մասին պատրաստել ենք եւ այնտեղ այդ սպառնալիքները նոր էին սկսվում, հղումը կլինի այդ վերլուծության այստեղ, բայց հիմա այս սպառնալիքները լրիվ ուրիշ ավելի խորքային բնույթ են ստանում եւ մենք ձեր հետ միասին իհարկե պետք է հետևենք այսպիսի կարևորագույն ռազմավարական կարելի ասել հարցին, որովհետեւ փաստացի սա ինչ որ առումով նպատակ է դնում քանդել ռուսական պետությունը ներսից եւ մենք պետք է հստակ արձանագրենք ռուսների դավաճանությունը մեր հանդեպ ի վերջո եւ սխալ քաղաքականությունը Հայաստանի եւ նաեւ Վրաստանի հանդեպ բերել է հիմա սրան եւ ես ասեմ ձեզ, որ ես սա կանխատեսել էի 2020 թվականին հենց պատերազմի օրերին եւ ունեմ այդպիսի գրառումներ նաեւ Facebook-ում, որտեղ որ ասում եմ, որ այս իրավիճակը մի քանի տարի անց եւ փաստացի անցել է 5-6 տարի պատերազմից, մի քանի տարի անց արդեն այդպիսի իրավիճակ կունենան ռուսները, այն պատճառով որ հայերին դավաճանեցին եւ այդտեղ հարցը մեր մեջ չէր, այլ Ռուսաստանը իրականում իր շահերը նաեւ այդտեղ հանձնելով մեզ, կարծեցավ մեր շահերն է միայն հանձնում, բայց ի վերջո հետ է գալի ամեն ինչ հիմա Ռուսաստանին։ Մենք ձեր հետ միասին հիմա այդ ամբողջ շղթայի մասին հարցերի եւ կարևորագույն թեմաների կխոսենք մանրամասն, բայց առաջի հերթին ուզում եմ կոչ անեմ ձեզ, որ անպայման լայք եք հենց հիմա այս վերլուծությունը, դրանով աջակցում եք դուք, որ այս վերլուծությունը նաեւ տարածվի եւ աջակցում եք ալիքի զարգացմանը, ինչը մեր համար շատ կարեւոր է։ Գրեք ձեր մեկնաբանությունները, հարգելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք եւ դրեք զանգակը, նաեւ կարող եք աջակցել ալիքի նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Բոլորիդ շատ շնորհակալ եմ աջակցության համար, դրա շնորհիվ մեր այսպիսի հետագա վերլուծությունները դառնում են հնարավոր։ Անցնենք առաջ։ Եվ այսպես սկսենք նրանից, որ Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո թուրք-ադրբեջանական համագործակցությունը շատ խորացել է, հարգելի հայրենակիցներ, եւ թուրքական պետությունների միությունը, կազմակերպությունը լրիվ ուրիշ մակարդակի է անցնել, նաեւ անվանափոխում է տեղի ունեցել եւ թուրքալեզու ուրեմն համագործակցության խորհուրդը դարել է թուրքական պետությունների կազմակերպություն եւ իմ նախազգուշացումը վերաբերվում էր հենց դրան, որ եթե ռուսները թույլ տան
Ղարաբաղում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, եւ թույլ տան այն տրամաբանությունով ոչ թե իրանք պետք է անպայման որոշեն, այլ այն տրամաբանությունով, որ միայն Ռուսաստանն էր ներկա այստեղ եւ Ռուսաստանը փաստացի խոչընդոտում էր, որ արևմուտքը մտներ, այսինքն նաև մեզ էլ Հայաստանին ստիպում էր, որ մենակ ինքը ներկա լինել, բայց եթե ինքը լինելով Աղդամում ձևավորած այդ ռուս-թուրքական ճարտարապետությունով, հիշում եք, կենտրոն, որ ձևավորել էին, եթե ռուսները հետ քայլ այստեղից անեն, այդ դեպքում արդեն, ապա թուրքերը մտնելու են արդեն Ադրբեջան եւ կենտրոնական Ասիա, եւ հենց դա տեղի ունեցավ իմ կանխատեսումները 5-6 տարվա առաջվա ուղիղ տեղի են ունեցել եւ ավելին իմ էջի վրա, վրացական YouTube էջի վրա, որի վրա կարող եք իդեմս անցնել եւ տեսնել նաեւ իմ վրացական գործունեությունը, վրացալեզու Վրաստանում եւ այլն, այդտեղ կա մեկ իմ ելույթը նաեւ, որը 2018 թվականին է եւ ելույթ չի, հարց է, որը ես ուղղել եմ այն ժամանակվա Գերմանիայի ղեկավար կանցլեր Անգելա Մերկելին, այստեղ Թբիլիսի էր եկել այցի ժամանակ եւ ես իրան հարցրեցի ինչ է Եվրոպական միությունը անելու այն դեպքում, որ տարածաշրջանը ռուսները եւ թուրքերը փորձում են բաժանել 2018 թվական ուշադրություն 2 տարի հետո պատերազմը տեղի ունենում եւ այսօր մենք ունենք այդ իրավիճակը, այո, մի պահ ռուսներն են այստեղ ավելի ակտիվ, բայց հիմա թուրքերն են ավելի ակտիվացել։ Եվ մենք ձեր հետ միասին հիմա կխոսենք նաեւ, բա Հայաստանը ինչ պետք է անի, որովհետեւ այստեղ մեծ փոփոխություն տեղի ունեցավ, հարգելի հայրենակիցներ։ Մենք ռուսների չենք դավաճանել։ Բոլորը դա շատ լավ գիտեն։ Ռուսները մեզ դավաճանել են։ Եվ քաղաքական առումով նկատի ունեմ դավաճանություն բառը քաղաքական հենց բառապաշար է կարելի ասել այս առումով, որովհետև չեն կատարել իրենց պարտականությունները ստանձնած երկկողմ պայմանավորվածություններով, փաստաթղթերով, պայմանագրերով եւ այլն։ Եվ զուգահեռ դրա պետք է ասել, որ հիմա ռուսները քաղելու են այդ արդյունքները իրենց որոշումների եւ գործունեության եւ այստեղ հարց է առաջանում մեզ արդյոք պետք է հետաքրքրի Ռուսաստանի ճակատագիրը։ Դա շատ մեծ հարց է եւ մենք ձեր հետ միասին դա նաեւ կքննարկենք։ Պետք է ասել, որ Ադրբեջանը Ղարաբաղի պատերազմից հետո կարողացավ նաև իր զինված ուժերը ել ավելի հզորացնել։ Վերջի հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի այդ ուրեմն պատերազմից հետո Ղարաբաղում իրենց բանակը 3 մոտավորապես մի քանի անգամ, այսպես ասած, ես ասում եմ մի քանի անգամ, առնվազն 3 անգամ է նշանակում, առնվազն 3 անգամ ավելի հզոր է դարել եւ իրոք մենք ձեր հետ միասին քննարկել ենք մանրամասն վերլուծություն ենք ունեցել այն զենքի մասին, որը Ադրբեջանը նոյեմբերի 8-ին Բաքվում փաստացի ցույց տվեց նոր զենքերը, հատկապես չինական զենքերն է այդտեղ շատ աչքի ընկնում, այսպես ասեմ, եւ նաեւ պակիստանա-չինական ինքնաթիռները եւ այստեղ կլինի հղումը եւ դուք կարող եք գնալ եւ դիտել այդ վերլուծությունը շատ կարեւոր իդեմս փաստերով մենք ձեր հետ միասին խոսել ենք նաև իրավիճակի մասին, կոնկրետ ինչ զենքեր ունի Ադրբեջանը եւ ավելին Հայաստանը ինչպես պետք է պատասխանի այդ զենքերի գնմանը, այդ սպառնալիքներին։ Ադրբեջանը, որը հզորացել է ռազմական առումով, հիմա արդեն ակտիվորեն փորձում է տարածել գաղափար, այդպես ասենք, թուրքական աշխարհի մասին, այսինքն թուրքական պետությունների միավորման ուղղությունով եւ այս կոնցեպտը ոչ միայն վերաբերվում է թուրքական պետությունների կազմակերպությանը, այսինքն Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան եւ Ղրղստան, այլ նաեւ ներառում է Ռուսաստանում ապրող թուրքերին, թաթարներ, բաշկիրներ, չուբաշներ, յակուտներ, ադրբեջանցիք եւ այլն, ուրիշ նաեւ փոքր ավելի խմբեր կան նույն Դաղեստանում, նույն Կարաչաևա-Չերկեսիայում, Կաբարդինա-Բալկարիայում եւ ուրիշ հատվածներում Ռուսաստանի։ Ռուսական վերլուծաբանները նաև մտահոգված են թուրքական ազդեցությունով, որը թուրքական ասելով նկատի ունեմ մենակ Թուրքիայի, հա, ազդեցությունով, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ծավալվում է այդպես կոչված ազգային հանրապետություններում, այսինքն Ռուսաստանի տարածքում գտնվող կոնկրետ տարբեր էթնիկ խմբերի հանրապետություններում։
Եվ հիմա արդեն Բաքուն բացահայտ խոսում է նրա մասին, որ Ռուսաստանը այս ուղղությամբ, իրանց ուղղությամբ ծավալում է այսպիսի, կարելի է ասել, գաղութային քաղաքականություն այդ թյուրքերի ուղղությամբ, եւ Ադրբեջանը հիմա կսկսի գործունեություն ապագաղութացման այդ թյուրքական բնակչության եւ ժողովրդի ապրող Ռուսաստանի տարածքում։ Բացի դրանից պետք է ասել, որ Մինվալազի այս հոդվածը, որը հունվարի 27-ին է գրվել, նոր է, այստեղ ուրեմն ընդգծեմ, որ Մինվալազը իշխանական է փաստացի, ասվում է, որ Բաքվի նախաձեռնությունը պետք է գործի Կրեմլի ցեղասպանական քաղաքականության դեմ կամ ցեղասպանության դեմ փոքր ազգերի դեմ ուղղված ցեղասպանության։ Եվ բարձ ցեղասպանություն է օգտագործվում, ինչը դուք շատ լավ հասկանում եք, ինչ իրականում ծավալի եւ նշանակության բառ է։ Եվ ինչ տրամաբանության ներքո է սա ասվում, որ Ռուսաստանը ակտիվորեն պատերազմի Ուկրաինայում տանում է հենց էթնիկ փոքրամասնություններին, հատկապես բուրյատներին, տուվինցիքին, կալմիկներին, նաև Յակուտիայի եւ Բաշկորտոստանի ամենաշատ այդ ներկայացուցիչներին։ Եվ ըստ ադրբեջանական տվյալների զոհվածների թիվը տոկոսային անհամեմատելի է ուղղակի այս էթնիկ փոքրամասնությունների շրջանակներում, եւ եթե համեմատենք էթնիկ ռուսական ուրեմն շրջանները Ռուսաստանի, այսինքն փաստացի Ադրբեջանը պնդում է, որ հատուկ են տանում հենց էթնիկ փոքրամասնություններին, որ գնան եւ այնտեղ զոհվեն եւ օգտագործում են այդ առումով։ Բացի դրանից, հենց հոդվածը խոսում է նրա մասին, որ Բաքվի միջազգային Բաքվի նախաձեռնողական խումբը, որը այդ օրակարգը ունի, ինչպես արդեն ասացի, ապա գաղութացման միջազգային, ուրեմն հիմա ընդգծում է, որ միջազգային ատյաններում պատրաստվում է բարձրացնել Ռուսաստանում փոքր ազգերի իրավունքների հարցը, եւ հասկանում եք, սա ինչ մեծ նաև ծավալի գործընթաց կարող է լինել։ Բացի դրանից, պետք է ասել, որ արդեն 2026 թվականի հունվարից այս Բաքվի նախաձեռնողական այդ խմբի ղեկավարը Աբբաս Աբբասովը, ադրբեջանցի է իհարկե, հայտարարել է ադրբեջանական Ազերթակ գործընկերությանը, ԶԼՄ-ը, Ազերթագը, որ ուրեմն այս կազմակերպությունը արդեն դարել է միջազգային այսպիսի կառույց ապագաղութացման, անցկացրել է ավելի քան 30 կոնֆերանս եւ նաեւ ավելի քան 20 պետության հետ արդեն ունեն ակտիվ համագործակցություն եւ ուրեմն Բաքվի նախաձեռնողական խումբը պատրաստվում է ՄԱԿ ուղարկել փաստաթղթեր կոնկրետ Հնդկաստանում սիկխերի դեմ քաղաքականության մասին, այսինքն դեռ ունեն այդ օրակարգը, հարված են Հնդկաստանին, որովհետև Հնդկաստանը մեզ է աջակցում Հայաստանին եւ զուգահեռ դրա տրամադրում է մեծ քանակով ուրեմն զենք, գիտեք, վաճառում է այդ զենքը եւ գալիս է Հայաստան այդ զենքը։ Երկրորդ բաժինը այստեղ ուղիղորեն վերաբերվում է նաեւ Ֆրանսիային, որը նաեւ մեզ զենք է մատակարարում, եւ դա Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի կայսրական քաղաքականության դեմ քայլերն են։ Հունվարի 16-ին նաև կոնֆերանս է տեղի ունեցել եւ սիկխերի իրավունքներն են քննարկել Ադրբեջանում եւ հասկանում եք, որ պայքարելու են հնդիկների այդ ուրեմն կայսրական քաղաքականության դեմ։ Ձեր համար պարզ է իհարկե ինչ է տեղի ունենում։ Ուր ադրբեջանցի ուր սիկխերը, բայց ինչ չես անի, ուրեմն որ հայերի ուղությամբ սահմանափակես Հնդկաստանի կամ Ֆրանսիայի զենքի մատակարարումները։ Բացի դրանից հիմա արդեն իրանք շեղվում են մի փոքր մեզանից եւ խաղաղության օրակարգը նաեւ հաշվի առնելով հիմա արդեն իրանց օրակարգը անցնում է դեպի Ռուսաստան եւ արդեն սկսում են հենց օգտագործել այդ Բաքվի նախաձեռնողական այդ խումբը հենց Ռուսաստանի դեմ։ Նաև պետք է ասել, որ թուրքական պետությունները ակտիվորեն փորձում են այսպիսի միասնական գործունեություններ զարգացնել եւ համերաշխությունը ավելի խորացնեն թուրքական պետությունների եւ ազգերի միջև։ Օրերս Վիեննայում 12-ից մինչև 15 հունվարի տեղի է ունեցել այդտեղ թուրքական շաբաթ
եւ տեղի է ունեցել այդտեղ ցուցահանդես տարբեր նկարների, նաեւ միջին միջանցք կոչված միջազգային ծրագրի այդ կարևորագույն օրակարգի քննարկում։ Բացի դրանից թուրքական տարբեր պետությունների եւ Սփյուռքի ներկայացուցիչներ են մասնակցել։ Միջոցառումը կազմակերպել էր թուրքական պետությունների կազմակերպությունը եւ անդամ պետությունների ուրեմն կառավարությունները։ Բացի դրանից հիշեցնեմ ձեզ, որ հունվարի 5-ին այս տարվա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն է արել, որ իր հարցազրույցի ժամանակ ԶԼՄ-ներին, որ գագաթնաժողովը, որը վերջերս տեղի ունեցավ 2025 թվականի ուրեմն աշնանը, 12-րդ գագաթնաժողովն էր թուրքական կազմակերպությունների պետությունների կազմակերպության, այդտեղ ինքը առաջարկել էր անցկացնել միասնական զորավարժություններ եւ ընդգծել էր, որ սա շատ կարեւոր է թուրքական աշխարհի միասնության համար եւ կարելի ասել, որ այդ առումով մենք ձեր հետ միասին գիտենք, որ խնդիրներ կա եւ առանձին ձեր հետ մեծ վերլուծություն ենք կազմակերպել շատ կարեւոր հենց այդ հայտարարության մասին Իլհամ Ալիևի, որի վրա հղումը այստեղ կլինի եւ դուք կարող եք գնալ եւ դիտել նաեւ այդ կարեւոր վերլուծությունը։ Բացի դրանից պետք է ասել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը երկկողմ տրամաբանությունով շարունակում են շատ խորը նաեւ զորավարժություններ անցկացնել։ Վերադառնալով նաև Գաբալայում տեղի ունեցած գագաթնաժողովին, պետք է ասել, որ Ադրբեջանի նախագահը այդտեղ ասել է, որ թուրքական պետությունները պետք է միասնական ուժ լինեն միջազգային առումով։ Եվ նաև նշել է, որ թրիփը, որին ինքը անվանում է Զանգեզուրի միջանցք, բայց իրականում ուղղակի ներքին խոհանոցում շարունակում է անվանել Զանգեզուրի միջանցք, այդքան անգամ է ասել, որ հիմա միշտ թրիփ ասել է իր համար թուլության նշան կլինի, թե չէ իրականում Զանգեզուրի միջանցք չստացան, բայց թրիփ եղավ եւ դրա մասին մենք մանրամասն նաև խոսում ենք շատ անգամ ձեր հետ տարբեր ելույթներում, ուրեմն պետք է ասել, որ այդ ուղղությամբ տենում են ինչպես կապ թուրքական պետությունների միջև։ Հիմա տեսեք, հարգելի հայրենակիցներ, մենք պետք է ընդգծենք, այն որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվել են, դրա պատճառները շատ պարզ են, որովհետեւ Ադրբեջանը խոստացել է ռուսներին, որ Ղարաբաղում Ռուսաստանի աջակցության հետևանքով եւ հիշեցնեմ, որ 2020 թվականին բացահայտ Ռուսաստանը փաստացի աջակցեց Ադրբեջանին, ապա այնտեղ Ադրբեջանը հաշվի կառներ Ռուսաստանի շահերը եւ ոչ միայն այնտեղ։ Այդ թվում 2022 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանը եւ Ռուսաստանը ստորագրեցին դաշնակցության մասին փաստաթուղթ։ Եվ հաշվի առնելով այդ փաստաթուղթը, փաստացի իրական տարածաշրջանում դարավ Ռուսաստանը եւ Ադրբեջանը դաշնակից եւ Ռուսաստանը եւ Հայաստանը, բայց գործնային առումով փաստացի ավելի չէ, հստակորեն դաշնակից էր հենց Ադրբեջանին։ Ադրբեջանը կարելի ասել, տեսեք, եթե Ռուսաստանը մեզ դավաճանեց, ապա Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում կարելի ասել, որ Ադրբեջանը դավաճանեց Ռուսաստանին եւ Ռուսաստանը դրանից դժգոհ է։ Բայց մենք նախազգուշացնում էինք վերլուծաբանները տարբեր, որ դուք այսպիսի թեթև ձեռքով հայերին մեզ դավաճանելով ունենալու եք դրա արդյունքները։ Եվ արդյունքները պարզ են, թուրքերը իրանց օրակարգ ունեն եւ հիմա տեսեք, թուրքական պետությունները շարունակում են հզորանալ, հակառակը ձևավորել մեկ այսպիսի կառույց, որի ուղղությամբ մենք ունենք երկու այլընտրանք։ Մեկը դա լինել թիրախ եւ խոչընդոտ, երկրորդը լինել ուրեմն գործընկեր։ Ես իմ տարբեր ելույթներում, այդ թվում ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում ասել եմ իմ անձնական գնահատականը, որը նաև Հայաստանի կառավարության քաղաքականությունն էլ նույնն է, որ մենք չպետք է հայտնվենք թիրախ կամ խոչընդոտ, այսինքն մենք, բայց ոչ էլ համաձայնվենք էքստրատերիտորիալ կարգավիճակով որևէ միջանցքի մասին։ Այսինքն մենք ոչ թե պետք է բացակայենք այս գործընթացներից ուղղակի ճանապարհ իրանց տանք։ Մենք պետք է մաս լինենք անպայման այս ճանապարհների, դա ապահովելու է մեր անվտանգությունը։ Ինչպես։
Վրաստանը երկար տարիներ է այն, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կապերը անցնում են Վրաստանի տարածքով, օգտագործել է եւ օգտագործում է իր սեփական անվտանգության ուղղությամբ, այդ թվում Թուրքիայից եւ Ադրբեջանից, եւ ինչու չի ունեցել Վրաստանը մեծ խնդիրներ երբեք այս երկու հարևանի հետ, որովհետեւ երկուսն էլ Վրաստանից կախվածություն ունեն։ Այսպիսի տրամաբանությունով Հայաստանը ձևավորելով այդպիսի կախվածություններ փոխշահավետ գործընկերություն, որի մասին ես ասել եմ իմ ելույթում ադրբեջանական մամուլին, տարբեր մի քանի ելույթում, պետք է ասեմ, որ դա բերելու է համ փոխշահավետ բնույթին, համ խաղաղությանը, ինչու հույս ունի նաև Հայաստանի կառավարությունը, which ուղղությունով հիմա մենք շարժում ենք բոլորս։ Բայց պետք է ասել այստեղ մեկ կարևոր բան. թիրախ լինելու կարգավիճակում, ինչը մեզ նաև առաջարկվում է ինչ որ առումով, մենք ունեցել ենք այդ կարգավիճակը եւ հայտնվեց այդ կարգավիճակից դուրս գալով, որ Ռուսաստանը այդ տրամաբանության մեջ պատրաստ չէ մեզ պաշտպանել։ Այսինքն Ռուսաստանը ուզում է համ մենք որ թիրախ լինենք, բայց երբ վճարելու պահը գալիս է, ոչ թե ինքը այդտեղ մեզ աջակցի, այլ փաստացի մեր շահերը հանձնելով նորից պայմանավորվեն թուրքերի հետ, ինչը պատմության դարերի ընթացքում տեղի ունեցող գործընթաց է։ Հիմա առաջի անգամ այս պատմությունում մենք որոշել ենք, որ մենք միասին չենք։ Մենք Ռուսաստանի այստեղ ներկայացուցիչը չենք, պլացդարմը չենք, մենք առանձին պետություն ենք եւ մենք մեր շահերն ենք հետապնդելու այստեղ։ Մեր շահերը Ադրբեջանի եւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի պետությունների եւ Ռուսաստանի շահերը, խնդիրները եւ այլն մեզ չի վերաբերվում։ Դա շատ կարևոր որոշում է, որովհետեւ հիմա երբ Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի համար սպառնալիք, Ռուսաստանը հիմա նոր է սկսում հասկանալ Հայաստանը ինչ մեծ գին ունի։ Բայց կներեք, ուշ է հիմա հասկանալը, որովհետեւ նույնիսկ հիմա երբ հասկացել են ինչ են անում, սպառնում են Հայաստանին, նրա փոխարեն, որ Հայաստանում իշխանության հետ խոսեն։ Գործակալներին ուզում են բերել իշխանություն, ինչպիսին է Կտրիչ Ներսիսյանը, ինչպիսին է Սամվել Կարապետյանը, նախկին իշխանությունը եւ այլն, կամ մի ձև վերադարձնել իշխանությունը Հայաստանում։ Մենք սրա մասին նաեւ ձեր հետ բազում անգամ խոսել ենք, հղում այստեղ կլինի նաեւ այդպիսի ելույթի վրա։ Եվ սա ուղղակի ասելով պետք է հասկանանք, որ հիմա մենք առաջի անգամ մեկ նավի մեջ չենք Ռուսաստանի հետ, այսինքն Ռուսաստանը հիմա խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, իսկ մենք այդ խնդիրները չունենք հիմա Ադրբեջանի հետ։ Մենք հակառակը հիմա Ադրբեջանից օգուտ ենք քաղում, որովհետև Ադրբեջանն էլ է մեզանից օգուտ քաղում, նկատի ունեմ այս լոգիստիկ կապերի եւ այլն ուղղությունով։ Շարունակենք նաև քննարկումը, շատ կարևոր, որ վերջերս թուրքական պետությունները կազմակերպել էին մեծ գագաթնաժողով 2025 թվականի նոյեմբերին, որում քննարկել են ուրեմն տարբեր շատ կարևոր հարցեր եւ այդտեղ 500 ներկայացուցիչ էր մոտավորապես հասարակական կազմակերպությունների Ադրբեջանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Қырғызստանից, Թուրքմենստանից եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից, այդպես կոչված։ Պանելային հանդիպումների ժամանակ քննարկվել են միասնական պատմության, մշակույթի, բնապահպանության, կլիմայական, նաև ճակերտներում Զանգեզուրի միջանցքը ինչպես ուրեմն կամուրջ թուրքական աշխարհագրության միջև, բայց իրականում մենք գիտենք, որ դա թրիփ է լինելու եւ ուղղակի այդ բառապաշարն են շարունակում օգտագործել ներքին քննարկումում, այն էլ ասեմ ձեզ, որ ես դիտում եմ ակտիվորեն ադրբեջանական մամուլը եւ վերջերս մեկ լրագրողը, որը խոսում էր կոնկրետ Իրանի դեսպանի հետ, ասում էր այսպես. Զանգեզուրի միջանցք կամ թրիփը երկուսն էլ միևնույն ժամանակ էր օգտագործում, այսինքն իրանք էլ են հասկանում, որ միայն Զանգեզուրի միջանցք ասելը արդեն պարզ չէ, ինչ է դա նշանակում, ավելացնել թրիփը նշանակում է, որ իրանք այդպես են անվանում, մենք թրիփ ենք անվանում, խաղաղության խաչմերուկ ենք անվանում, գլխավորը փաստաթղթում ինչ է գրված, ոչ մի էքստրատերիտորիալ կարգավիճակ չկա եւ չի լինելու։ Դիվանագիտական նաև սկանդալը պետք է նշել, որ լարվել էր հարաբերությունները Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև, երբ Ռուսաստանում կազմակերպեցին այսպիսի ձերբակալումներ ադրբեջանական համայնքի եւ մոտավորապես 50 հոգի ակտիվ ուրեմն լուրջ գործընթացների հետևանքով ձերբակալել էին, որից երկուսը մահացել էր ձերբակալելու ժամանակ եւ
Դրան ի պատասխան Ադրբեջանը չեղարկել էր բոլոր մշակութային միջոցառումները, որոնք պետքա տեղի ունենային Ռուսաստանի հետ միասին, եւ փակել էր Սպուտնիկ Ադրբեջանը, եւ պետք է ասել, որ դա լավ օրինակ է մեր համար, որ Սպուտնիկ փակելուն պատճառ հենց լինի, պետք է փակել Սպուտնիկը, որովհետև Սպուտնիկը հիբրիդային պատերազմի գործիք է եւ Ադրբեջանը դա շատ լավ հասկացել է։ Բացի դրանից, պետք է խոսել նրա մասին, որ ադրբեջանական մեդիան ակտիվորեն սկսել դրանից հետո ԶԼՄ-ները թիրախավորել Ռուսաստանին եւ սկսեցին մեղադրել նրանում, որ սա քաղաքական հետապնդում է։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ նույն 2025 թվականի մայիսին տեղի ունեցավ Ռուսաստան իսլամական աշխարհ այսպիսի գագաթնաժողով Կազանում, Թաթարստանի մայրաքաղաքում, որում մասնակցել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը եւ այդ ժամանակ հանդիպել էր Թաթարստանի նախագահի հետ, քննարկել նաև ակտիվ համագործակցությունը։ Հիշեցնեմ ձեզ, որ Ռուսաստանում միայն երկու նախագահ է մնացել՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թաթարստանի նախագահը, եւ այդ առումով պետք է ասել, որ ինքը հրաժարվում է նախագահ անվանումը հանել։ Ռուսաստանում օրենք են ընդունել, որի ոչ մեկ Պուտինից բացի, այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահը մենակ կարող է նախագահ կոչվել, մնացածները հանրապետության ղեկավար կարող են կոչվել, խոսքին Չեչնիայի ղեկավար, Թաթարստանի ղեկավար, բայց ինքը մնում է նախագահ, չի փոխում այդ անվանումը, դա նաև խոսում է արդեն սեպարատիստական փոքր, բայց քայլի մասին։ Պետք է ասել նաև, որ մի քանի եւս հայտարարություն են տեղի ունեցել, խոսքին Անդրեյ Լուգավոյը, ուրեմն իրանց խորհրդարանի Դումայի անդամը Ռուսաստանի, մեղադրել է թուրքական պարբերական Ենի Շաֆակը նրանում, որ փորձում են ուրեմն այն հակառուսական այսպիսի պատկեր ձևավորել իսլամական հանրության մեջ եւ տարածել այն, որ ուրեմն այդ տարածքները Ռուսաստանի շատ տարածքները պատմական թուրքական են, այսինքն այս թեզը արդեն թուրքական մամուլում կա։ Եվ հիշեցնեմ ձեզ, որ Էրդողանին, ուրեմն Բոսկուրտների առաջնորդը նացիոնալիստական այդ կուսակցության Բահչելին, ուրեմն նվիրել էր քարտեզ, որով իրանք նկարվել էին, եւ մենք դրա մասին մեծ վերլուծություն ենք ձեր հետ միասին արել, որտեղ որ մեծ Թուրանի քարտեզն է եւ այդտեղ նշված է նաեւ Ղրիմը, Կուբանը, Թաթարստանը, Բաշկիրիան, Կովկասը, Սիբիրը, Յակուտիան եւ Ալթայը, այսինքն այդ Ռուսաստանի տարածքները Կրիմից բացի, բայց Կրիմն էլ այսօր Ռուսաստանն է վերահսկում։ Պետք է ընդհանուր առումով ասեմ, որ Ռուսաստանը նոր չէ, որ սկսում է այս թեմաներով մտահոգված լինել, 90-ական թվականներից հատկապես Թաթարստանում եւ ուրիշ հատվածներում հայտնվեցին կրոնական այսպիսի մեդրեսեներ, որը Թուրքիան էր ակտիվորեն բացում եւ այդտեղ ուսում էր կազմակերպում եւ նոր սերունդը ձևավորում էր թուրքամետ։ Ռուսները երբ հասկացել են, որ դա վտանգ է, փորձել են փակել այս ուրեմն կառույցները եւ մի մասը այդ կառույցները իրոք փակել են, բայց հիշեցնեմ ձեզ, որ Ուկրաինայում պատերազմից հետո ռուսները կախվածություն արդեն ձևավորեցին Թուրքիայից եւ այդ տրամաբանությունը նաեւ իրանց բերեց նրան, որ հիմա իրանց համար Թուրքիայի հետ տնտեսական կապերը շատ ավելի կարեւոր են, քան խոսքին մնացած բոլոր հարցերը, այդ թվում այդ փոքր հարցերը եւ այդ թվում Հայաստանն էլ իրանց համար փոքր հարց է եւ ուստի իրանց համար շատ ավելի կարեւոր է հենց իրանց կապը Թուրքիայի հետ, այսինքն ռուսները թուրքերի հետ պայմանավորվում են, իսկ մենք փոքր, եթե ռուսների գործիք ենք, ապա մեզ ռուսները վաճառում են։ Ինչ դեպքում դա կարող է լինի, եթե Հայաստանը ինքնիշխան չէ, եթե Հայաստանում գործակալներ են իշխանությունում։ Գործակալներին ձեռ է տալի, որովհետև երբ իրանք իշխանությունում են, իրանք կարող են հանձնել Ռուսաստանի միջոցով Հայաստանի շահերը, բայց իրանք դրա շնորհիվ ամրապնդեն իրանց դիրքերը պետությունում, ձևավորեն բռնապետություն։ Եվ դրանից է գալիս սպառնալիքը նրա, որ գործակալները չպետք է հայտնվեն իշխանությունում, նկատի ունեմ հայտնի այդ խմբերը, որոնց մասին մենք հաճախ ձեր հետ միասին խոսում ենք։
Բացի դրանից պետք է ասել, որ Ռուսաստանում կամաց-կամաց սկսում են մտահոգված լինել պանթուրքիզմի գաղափարներով եւ ինչ որ առումով հասկանում են, որ արդեն թուրքական այդ միությունը սկսում է էլ ավելի հզորանալ եւ ձևավորվել եւ նույն այդ տրամաբանությունով պետք է հասկանանք, որ թրիփից ռուսները կոնկրետ մտահոգված կլինեն, որովհետև եթե Վրաստանում ռուսական իշխանություն է եւ կարող է սահմանափակել ինչ-ինչ բաները, ապա թրիփը իրանք չեն վերահսկում։ Թրիփը վերահսկում ենք մենք։ Այսինքն հիմա ստեղծվել է այսպիսի պատմական հնարավորություն։ Եթե ռուսները ուզում են թուրքական աշխարհի վրա ունենալ ինչ որ ազդեցություն, պետք է դա ունենան Հայաստանի հետ, այլ ոչ թե Հայաստանի միջոցով։ Այսինքն պետք է ոչ թե մեզ գործիք դարձնեն, այլ մեր հետ պետք է հավասարը հավասարի պես, իհարկե մենք հասկանում ենք Ռուսաստանի ծավալը մեր ծավալը, դրա մասին չէ խոսքը, բայց ինչպես երկու ինքնիշխան սուբյեկտ այդպիսի հարաբերություններ ձևավորել։ Եվ ավելին ասեմ, որ մենք այդ հարաբերությունների ներքո պետք է կարողանանք փաթեթում գործել Հայաստան-Վրաստան, որովհետև Վրաստանը շատ թույլ է միայնակ եւ Վրաստանը մեզ շատ պետք է։ Մեզ նկատի ունեմ այս դեպքում Վրաստանի քաղաքացիներին էլ է պետք, իհարկե, Վրաստանին էլ է պետք, բայց Հայաստանին էլ շատ է պետք Վրաստանը, որովհետև ամբողջ Եվրոատլանտյան կապերը միայն Վրաստանի միջոցով կարող են ձևավորվել, եթե Իրանում կտրուկ իրավիճակը չփոխվի եւ չկայունանա եւ չլինի արևմտամետ իշխանություն, դա կարա լինի, բայց ամեն դեպքում նույն եվրոպական ինտեգրումը միայն Վրաստանի միջոցով է հնարավոր եւ ուստի պետք է այստեղ շատ ուղիղ արձանագրել, որ նույն Իրանի ուղղությունով մենք գիտեք ինչ խնդիրներ կա էթնիկ բաղադրիչի հատվածում եւ ուստի շատ ուղիղ պետք է այստեղ ասել, որ մենք պետք է համագործակցենք այս առումով պետք է պատրաստ լինենք համագործակցենք Ռուսաստանի հետ միասնական փաթեթով Վրաստան-Հայաստան, նկատի չունեմ Վրաստանի իշխանությունին, նկատի ունեմ այստեղ առողջ ուժերին, որոնց մաս եմ ես նաև, բայց պետք է հասկանանք, որ հիմա առաջնորդը այստեղ տարածաշրջանում, եթե նախկինում Վրաստանն էր, հիմա Հայաստանն է, եւ այս դերը ունի Հայաստանը։ Բայց միևնույն ժամանակ պետք է բացահայտ ընդգծել, որ Ռուսաստանը եթե փորձի զավթել նորից Հայաստանը, ապա մենք դա կանխելու ենք, որովհետև հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է եւ դա պետք է նաեւ կանխել իհարկե հունիսի 7-ի պատմական ընտրությունների միջոցով։ Պետք է նաև ասել, որ թուրքերը ակտիվորեն զարգացնում են հարաբերությունները Թուրքսոյի միջոցով իր ժամանակ եւ Թուրքպայի միջոցով Թուրքսոյը թուրքական մշակութային կազմակերպություն է, նաև Թուրքպան խորհրդարանների անդամների ներկայացուցիչներ են եւ այդ կառույցները նաև հիմա հիմքում են թուրքական ուրեմն պետությունների կազմակերպության, որը շարունակում է իր ակտիվ զարգացումը եւ Ռուսաստանում սկսել են հասկանալ, որ հարավային Կովկասում եւ կենտրոնական Ասիայում Թուրքիան է դառնում գլխավոր խաղացողը հիմա, բայց մեր դեպքում Հայաստանի մենք դա կանխում ենք Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հետ այդ համագործակցությունը, այսինքն բալանսավորում ենք։ Եվ պետք է ասել, որ տեսեք, Բաքվի եւ Անկարայի այդ քաղաքականությունը ակնհայտորեն հիմա որ սկսում է արդեն Ռուսաստանի ներսում այդ հարցերին անդրադառնալ, ապա մենք պետք է ասենք, որ իրանք սկսում են ընդլայնել, այսպես ասեմ, թուրքական այդ միությունը, որի մասին մենք խոսում ենք, որը գնում է դեպի թուրքական միություն, միավորել այդ թուրքական միությունը եւ ինչ որ առումով Թուրանի ծրագիրը էլ ավելի մեծ է, ինքը ոչ միայն թուրքական բնակչությունին է ներառում, այլ նաև իսլամական բնակչությունին, նաև Ռուսաստանի տարածքում առաջի հերթին եւ իրանք փաստացի սրանով սկսում են առաջի քայլերը դեպի Թուրան բացահայտորեն եւ Ադրբեջանը բացահայտ ասում է հիմա, որ կազմակերպելու է տարբեր միջոցառումներ եւ քննարկումներ, որոնք վերաբերվելու են չերկեսների իրավունքներին Ռուսաստանում խախտված, բացի դրանից, որ սահմանափակվում են իրենց լեզվով, ուրեմն սովորելու, կրթվելու հնարավորությունը այդ էթնիկ թուրքական խմբերի համար
նաև եւ իսլամական խմբերի համար Ռուսաստանում եւ պատրաստվում են նաև ՄԱԿ-ում այս հարցերը բարձրաձայնել։ Եվ պետք է ասել, որ սա իհարկե լուրջ զարգացումներ կունենա, մենք սրան կհետևենք իհարկե։ Նաև քննարկումներ կան, որ թուրքական ուրեմն այդ կազմակերպության մեջ պետք է մտնի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, դրա առումով դեռ որոշում չկա, կարելի ասել, որ ակտիվորեն տարածաշրջանում միևնույնն է հանդիպումներ եւ համագործակցություն է տեղի ունենում եւ դրա վառ օրինակներից մեկը այն է, որ Ռեջեփ Տայիպ Էրդողանը 2025 թվականի հոկտեմբերին ընդունել է մի հրաման, որով թուրքական պետություններից բոլոր քաղաքացիները, ով կգնա Թուրքիա աշխատելու, արտասահմանցի չի լինի եւ կկարողանա ինչպես Թուրքիայի քաղաքացիները նույն կարգավիճակով աշխատել, այսինքն իրանք ինտեգրումը շարունակում են, հարգելի հայրենակիցներ, եւ Թուրքիան իր դերը այստեղ շարունակում է աճեցնել։ Բացի դրանից պետք է ասել, որ ուրեմն արտասահմանից էլ են տեսնում այսպիսի զարգացումները եւ վտանգները ընդհանուր առումով եւ պետք է ուրեմն ընդգծել, որ հենց հիմա ամենագլխավոր ուղղությունները դա կարա լինի Թաթարստանը եւ Բաշկիրստանը, որոնք ցենց հստակ նաև Դագեստանը, մենք անցյալ անգամ խոսել ենք ձեր հետ միասին, որ Ադրբեջանը Դագեստանի ուղղությունով արդեն սկսում էր կոնկրետ քայլեր եւ գործողություններ, կոնկրետ հայտարարություններ, հիմա կարա ավելանա դրան Թաթարստանի, Բաշկիրստանի, հատկապես Բաշկիրստանից շատ են Ուկրաինա տանում, բաշկիրները շատ մեծ քանակով են այնտեղ զոհվում, Թաթարստանի, Բաշկիրստանի, Յակուտիայից էլ են շատ տարել, Յակուտիայի իրավունքների թեմայով Ադրբեջանը պարբերական հոդվածներ կգրի, հայտարարություններ կանի, քննարկումներ կկազմակերպի եւ այլն, եւ ուրեմն կարելի է ասել, որ այս թեման լինելու է նաև օրակարգային։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ թուրքական պետությունների կազմակերպությունը հզորանալով նաև էլ ավելի է աճեցնելու իր դերը եւ ազդեցությունը Ռուսաստանի ուղղությունով, ինչու մասին մենք ձեր հետ միասին խոսում ենք, եւ էլ ավելի շատ սպառնալիքներ է ստեղծելու, ձևավորելու այդ ուղղությունով, ուստի հարգելի հայրենակիցներ, մենք այստեղ պետք է նուրբ դիվանագիտական աշխատանք ծավալենք, որովհետեւ բացահայտ է պետք ասել, մենք ունենք Թուրքիա եւ Ադրբեջան հարևան, Ռուսաստանը մեր հարևանը չէ, եւ Ռուսաստանը արդեն ցույց է տվել, որ վստահելի ոչ դաշնակից, ոչ գործընկեր է, դա իհարկե չի նշանակում, որ մենք որևէ հակառուսական օրակարգ ունենք, ոչ, մենք ունենք հայամետ օրակարգ, ինչը նշանակում է, որ մենք ուզում ենք այնպիսի հարաբերություններ ձևավորել, այդ թվում Թուրքիա-Ադրբեջանի հետ եւ Ռուսաստանի հետ էլ, որ պահենք մեր շահերը։ Սա է քաղաքականությունը, որի ուղղությունով պետք է գնանք եւ ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանությունը այս քաղաքականությունով ճիշտ է շարժվում հիմա եւ ճիշտ քայլեր է կարողանում այս ուղղությամբ անել եւ պետք է կարողանանք իհարկե այս ուղղությունով էլ ավելի ճիշտ քաղաքականություն վարել եւ իմ վերլուծություններն էլ կարելի է անցալել ինչպես այսպիսի խորհուրդներ նաեւ Հայաստանի կառավարությանը, որ այս թեմայով բոլոր այս մանրամասները հաշվի առնենք եւ ըստ դրա վարենք շատ ճիշտ հավասարակշռված քաղաքականություն, որտեղ վտանգները ակնհայտորեն ռուս-թուրքական այսպիսի առճակատման աճում են եւ մենք չպետք է հայտնվենք դրա զոհ, ինչպես երկար դարերի ընթացքում եղել ենք դրա զոհը եւ վերջում մեր ուրեմն շահերը հանձնելով մենք ենք վճարել մի խոսքով այդ ամբողջ խնդիրների մեր միջոցով են վճարել նաև մեր տարածքների, մեր կյանքերի, մեր խաղաղության, մեր սերունդների, հիմա մենք էլ որևէ բան վճարելու չունենք եւ հիմա մենք պետք է զբաղվենք ինքնիշխան քաղաքականությունով։ Շնորհակալություն ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ստասություն։